մեկը կերքի Ղարաբաղ, մեկը կերքի Մոսկվա, մեկը կերքի Տիզբոն, մեկը կերքի, չգիտեմ, Հալեբ։ Կա պարզ բան, այս հանրությունը, մեր հանրությունը պետքա դիմակայուն լինի։ Ամեն տես տափակ տեսարանից ժողովրդի գտել են մեր խոցելի տեղը, գտել են մեր խոցելի տեղը։ Ասում եմ ամեն տես տափակ տեսարանից պետք չի որ հանրությունը ցնցվի։ Երբ ընդունվեց նոյեմբերի 9-ի չարաղետ հայտարարությունը եւ դա որոշ շրջանակների նախևառաջ իշխանության կողմից ներկայացվում էր որպես փրկարար քայլ մեր տասնյակ հազարավոր զինծառայողների համար, իրականում դա սարսափելի էր, քանի որ Արցախը հայտնվում էր փաստացի պատանդի կարգավիճակում։ Դրանից մի քանի օր անց սկսեցին ծանր հրետանի տեղափոխել Աղավնո գետի հարակից ճանապարհով դեպի հյուսիս, եւ պարզ էր, որ թշնամին վաղ թե ուշ գնալու է դեպի ջերմուկ, այն վտանգված էր։ Պատերազմն արվեց նրա համար, որ հակառակորդը թշնամին մեզ կաշկանդված պահի։ Երբ այդ ընթացքում նաև պատանդ է վերցվում, ինչպես դարեր շարունակ է եղել, թշնամին քեզ շարունակ կախվածության մեջ է պահում։